Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ՑՍՏ Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կիրակի նոյեմբերի 2-ին իր օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։ Տեղեկությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Ընթացը Սուրբ եւ անմահ պատարագի կկատարվի հայրապետական մաղթանք եւ Սուրբ Էջմիածնում հավատացյալոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի սրբոց մասանց պահարանը, ասված է հաղորդագրությունում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է վեհապարին, հայտարարելով, թե իբր հայ առաքելական եկեղեցու առաջնորդը երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի եւ խախտել կուսակրոնության սկզբունքները։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իր աղոթքները շարունակելու է Հովաննավանքում, ապա Մայրաթորում։ Ինչպես հայտնի է, կարգալույց արված Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հովաննավանքում հերթական ինքնակոչ պատարագը կմատուցի, որին իշխանության տարբեր ներկայացուցիչներ Փաշինյանի գլխավորությամբ մտադիր են մասնակցել։ Անընդունելի են Հովաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Ինչ վերաբերում է Հովաննավանքի զավթելուն, դե բնականաբար այս մասով էլի հաղորդում տրվել է փաստաբանի անունից եւ սա որպես նաեւ հանցագործություն է, որովհետեւ այս դեպքում խախտվում է մյուս եկեղեցում ծառայող մյուս հոգեվորականների գործունեությունը եւ ծիսարարողական կյանքը։ Ամեն դեպքում այս պարագային ամենակարևոր պայմանը, որ մեր իրավապահ համակարգը իր գործունեությամբ զբաղվի եւ իր պարտականություններին։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծման են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են օրինակ ասենք գնալ ինչ որ խմբով Հովաննավանք, իրենց դուրս վռնդել են տեղից, բայց սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կատարեն։ Տեր Եսայի խոսքով Հովաննավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական եւ օրինական ճանապարհով միայն։ Այսօր հոկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 15-ից 10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս Ford Մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ZIL 130 Մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ford-ի վարորդն ու ուղևորը Գյումրու ավականու ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ալեն Սիմոնյանն այսօր լավատեսություն է հայտնել, շեշտելով Երևանն ակնկալում է, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Հայաստան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Սիմոնյանն ադրբեջանական իշխանամերձ լրատվականի դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունները դեռ վերջնական մերժում չի համարում։ Վերջինս իր երեկվա հրապարակման մեջ գրել էր, թե բարձր մակարդակի այցն առանց ստորագրված համաձայնագրի պարտավորությունների կատարման վաղաժամ է։ Մենք ակնկալում ենք այնուամենայնիվ չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար կեղծ տպավորություն։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Եվրոպական խորհրդի նախաձեռնած գագաթնաժողովը տարին 2 անգամ է անցկացվում, հաջորդ գարնանը երկրների ղեկավարները Երևանում կհավաքվեն։ Էրդողանի եւ Ալիևին Երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանն էր հայտարարել, ում խոսքով հրավերը դեռ բանավոր է հղվել, գրավոր դեռ չեն դիմել, իսկ մասնակցեն թե ոչ, ասել էր քննարկում չի եղել։ Տիգրան Ավինյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ պնդել է, որ հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ Ավտոբուսների մասին էր, չէ՞, խոսք տրանսպորտային։ Պարոն Ղալումյան տվել է այնց մոտավորապես մեր այդ մասով եկամուտների 20% աճ։ Այսինքն ահռելի թվերի տարբերություն է տվել եւ իրականում ուղղակի այնց անվճար երթևեկող քաղաքացիների, հանգիստ անվճար երթևեկող քաղաքացիների էական նվազում ունենք։ Հիմա օրինակ երբ որ այդ տուգանքները իրականացնում ենք, շատ այնց կարելի ասել, այնց կետային ենք աշխատում նաեւ, որ հասկանում ենք կոնկրետ որ գծերի վրա կամ կրկնվող դեպքեր։ Այդտեղ ուզում եմ իմանալ, որ ազգային ժողովի մեր գործընկերների նաեւ շնորհիվ ընդունված օրենքով մեր եկամուտների մի ահռելի մաս հիմա գալիս է քաղաքի։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ քաղաքային զարգացում պետական ծրագրի շրջանակներում հաջորդ տարվա բյուջեով 2 միլիարդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար։ Միևնույն ժամանակ հնարավոր մրցույթների շինարարության ժամկետների մասին տարածքային կառավարման նախարարը մանրամասներ չի ներկայացրել։ Քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ խոսում են մետրոյի նոր աջափնյա կայարանի կառուցման ծրագրերի մասին, ավելին հայտարարվել էր, որ շինարարությունը պետք է մեկնարկի 2024-ին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով եւ 1 միլիոն դրամ գրավով։ Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողների հարազատներից երկուսին՝ Աբիջան Սարգսյանին եւ Արսեն Ղուկասյանին։ Հետո հայտնի դարձավ, որ Աբիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին ոչ։ Նրանց մեղադրանքի առաջադրվեր սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ Պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29-ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12-ին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց էին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԿՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր ՊՆ-ի մոտ սեպտեմբերի 29-ին ակցիայի որոշ մասնակիցները ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ռազմական ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակում են մնալ հարգալից։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհի 134 կիլոմետրի հատվածում արդվի թևերի հարևանությամբ բախվել են Toyota Land Cruiser եւ Opel Zafira մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են, 4-ը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, 1-ն էլ Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Բախման հետևանքով Toyota-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, կանաչ գազոնում, իսկ Opel-ը բախվել է բետոնե պատնեշին։ Բարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոչ մի ցուցանակ, ոչ մի նշան, ոչ մի նախազգուշացնող որևէ տարբերանշան չկա, ինչի հետևանքով այնտեղ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Օրեր առաջ էր, որ այս հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հանրապետությունում հայտնի բժիշկն ու բժշկուհին մահացել էին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։